Լոնդոնի ահաբեկչությունից ուղիղ 2 ամիս անց Միացյալ Թագավորությունը կրկին ցնցվում է մահապարտի պայթյունից։ Այս անգամ թիրախը Եվրոպայի ամենամեծ մարզադաշտերից մեկն է 21,000-անոց Մանչեսթեր Արենան։ Պայթյունը հնչել է մայիսի 22-ի երեկոյան Արիանա Գրանդեի համերգի ավարտին։ Երգչուհին նոր էր գնացել ետնաբեմ, հանդիսատեսը սկսել էր հեռանալ դաշտից, երբ Արենան լուսավորվեց հզոր պայթյունից։ Փողոցի տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը։ Առաջին վայրկյաններին շատերը չեն հասկանում ինչ է տեղի ունեցել, նույնիսկ անվտանգության աշխատակիցներն են անտեղյակ։ Քաոսից ու հրմշտոցից խուսափելու համար մարզադաշտի ադմինիստրացիան փորձում է հանգստացնել խուճապահար մարդկանց, հորդորում են հանգիստ մոտենալ ելքին։ Քիչ անց հայտնի է դառնում, որ պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը դահլիճի ֆոյեում սպանելով 22 մարդու, հիմնականում անչափահասների։ Կա 120 վիրավոր, որից 60-ը բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել է։ Ժամը լրատվականը կապ է հաստատել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության հետ։ Դեսպանությունը կապ է հաստատել ոստիկանության, ինչպես նաև Մանչեսթերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պարզելու թե արդյոք զոհերի, տուժածների, ինչպես նաև կորածների շարքում ՀՀ քաղաքացիների եւ հնարավորության դեպքում նաև ծագումով հայերի առկայության մասին։ Այս պահի դրությամբ մենք որևէ տեղեկատվություն չունենք։ 23-ամյա Գրանդեի երկրպագուները հիմնականում թինեյջերներ ու երեխաներ էին, որոնք այստեղ էին ծնողների հետ։ Երգչուհին Թվիթերյան իր էջում գրել է, որ ցավում է տեղի ունեցածի համար։ Հզոր հոսանքն ինձ տապալեց գետնին, երբ ուշքի եկած սկսեցի փնտրել դստերս, չգտա։ Դուրս վազեցի, մոտեցա դիերին, նրանց մեջ էլ չգտա, պարզվեց նա էլ ինձ էր փնտրում։ Ականատեսների մի մասի կարծիքով մարզադաշտի մուտքի մոտ անվտանգության միջոցառումները պատշաճ կազմակերպված չէին։ Մարզադաշտ մտնելիս ինձ չեն ստուգել, ոչինչ չեն հարցրել։ Նույնիսկ մետաղորցիչի միջով չեմ անցել, իսկ եթե ինձ մոտ վտանգավոր բան լիներ… Պայթյունից րոպեներ անց ոստիկանությունը հաստատեց ահաբեկչության վարկածը, Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամներն անմիջապես ողջունեցին հարձակումը, որից հետո խմբավորումը պաշտոնապես ստանձնեց ահաբեկչության պատասխանատվությունը։ Վարչապետ Թերեզա Մեյն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որից հետո դիմել է բրիտանացիներին։ Պայթյունը հնչել է համերգի ավարտին, որտեղ շատ երեխաներ ու անչափահասներ են եղել։ Ահաբեկչության բոլոր դրսևորումներն ուղղված են անպաշտպան խաղաղ բնակչության դեմ։ Հանցագործը գիտեր, որ երեխաներ է սպանելու։ Այս ահաբեկչությունն աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ ու զզվանք առաջացնող վախկոտությամբ։ Ահաբեկիչները երբեք չեն հաղթի Մանչեստրին, Բրիտանիան երբեք չի կոտրվի։ Վարչապետ Մեյին ցավակցել է նախագահ Սարգսյանը։ Նա իր զորակցությունն է հայտնել Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին ու ընդգծել, որ Հայաստանը խստորեն դատապարտում է անմարդկային գործողությունները եւ պատրաստ է համատեղ ուժերով շարունակել ահաբեկչության դեմ պայքարը։ Մանչեստրում գիշերային սարսափիչ ժամեր անց տագնապի ազդանշան է հնչում քաղաքի Արնդեյլ առևտրի կենտրոնում։ Պայթյունի ձայնից խուճապահար գնորդները ձեռքերը վեր պարզած դուրս են եկել շենքից, ոստիկանները տարհանել են ամբողջ կենտրոնը, քիչ անց ձերբակալել ու դուրս են բերել կասկածյալին։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ երիտասարդը կապ չունի Մանչեսթեր Արենայի ահաբեկչության հետ։ Մանչեսթեր Արենայի ահաբեկչությունը 2005-ին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո ամենախոշորն է։ Այդուհանդերձ Բրիտանիայում ահաբեկչության վտանգի մակարդակը չի բարձրացվի։ Գաներ Ղազարյան, ժամը լրատվական։